Շնորհավոր Սիրելի դիվանագետներ եւ շնորհակալություն Տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, անվտանգության ճարտարապետության առանցքային բաղադրիչն ու անվտանգության առաջին պաշտպանական գիծը դիվանագիտությունն է։ Մարտի 2-ը Հայաստանում դիվանագետի օրն է։ Բալանսավորված եւ բալանսավորման արտաքին քաղաքականությունն է, որ ընթացիկ շարժերի պայմաններում կամ փոթորկվող ծովերում թույլ է տվել անվտանգ նավարկել եւ մեր պետականության նավը խաղաղ ջրեր բերել։ Հայտարարում է արտգործնախարարը մանրամասնելով այսօրվա ջանքերը այդ նավը մյուս հանգրվանին հասցնելն է, որ խաղաղությունը լինի ինստիտուցիոնալ, մեր շուրջը լինի հանդուրժող ու բաց սահմանների միջավայր, որ մեր նավի համար նոր հորիզոններ բացահայտվեն։ Ըստ այդմ, այսօր արդեն դիվանագիտությունը միայն անվտանգություն ապահովող վահան չէ, այլև մեր երկիրն առաջ մղող շարժիչ, կողմնացույց, թող թույլ տրվի ասել։ Կարևոր է ավելի ու ավելի լավ գիտակցել դիվանագիտության դերը, տեղը մեր երկրի զարգացման գործում վարչապետի շեշտադրումն է շնորհավորանքներից հետո։ Մենք անվտանգություն ասելիս սովորաբար միշտ հասկացել ենք առաջին հերթին բանակ, երկրորդ հերթին բանակ, երրորդ հերթին բանակ, չորրորդ հերթին են մնացած հերթերին, բայց ավելի ուշ ենք հասկացել, որ ինչքան շատ ենք անվտանգություն ասելիս դա կապում բանակի հետ, այդքան նշանակում է անվտանգության պակաս կա։ Կամ այդքան նշանակում է անվտանգության իրադրությունը կամ վիճակը բարվոք չէ եւ ընդհակառակը ինչքան շատ ենք մենք անվտանգություն ասելիս նկատի ունենում փափուկ գործոններ, ինչպես ընդունված է ասել, նշանակում է անվտանգության ավելի հուսալի մակարդակ կա։ Վերափոխվել աշխարհում տեղի ունեցող փոփոխություններին զուգահեռ, քանզի զարգացում նշանակում է փոփոխություն, փոխվել նշանակում է ընդլայնել գիտելիքի ծավալը, խորությունը, շարունակում է վարչապետը։ Այն իրադրությունը, որ մենք ունենք այսօր Հայաստանում արտաքին քաղաքական միջավայրի առումով, կարծում եմ բավականին շոշափելի եւ մեծ ձեռքբերում է։ Բայց նաեւ մենք պետք է չմոռանանք ի վերջո մեր դիվանագիտության եւ դիվանագիտական գործունեության արտաքին հարաբերությունների ոլորտում մեր գործունեության ամենակարևոր նպատակը, այդ նպատակը մեր երկրի պետական շահը, այն է մեր երկրի տնտեսական զարգացումը ապահովելն է։ Որովհետեւ էդ էլ է խնդիր, երբ որ մենք այդքան շատ կենտրոնացած ենք անվտանգության վրա, ինչը իհարկե կենսական անհրաժեշտություն է, բայց ինչքան անմիջական է մեր լարվածությունը եւ մեր կարիքը անվտանգության, այդքան նշանակում է, որ մենք հեռու ենք ուղղակի տնտեսական զարգացման տրամաբանությունից։ Մենք այդքան քիչ ժամանակ եւ ուշադրություն ենք դարձնում տնտեսական զարգացմանը եւ պետք է արձանագրել, որ վերջին տարիների process-ները եւ այն ինչի մասին մենք հրապարակային խոսում ենք, ակնհայտորեն վկայում է իրադրության դիտանկյունի փոփոխության մասին, երբ որ մենք տարածաշրջանում, այդ թվում Ադրբեջանի այդ խաղաղության գործընթացի վերաբերյալ խոսելիս ասում ենք, որ կարծես տնտեսությունը վազանցում է քաղաքական process-ներին։ Ինչքան կենտրոնացած ենք տնտեսական զարգացման շրջանակի վրա, այնքան հեռացած ենք լարվածության էսկալացիայի շրջանակից, կարևորը ունեցածը գնահատելն է։ Շատ կարևոր է, որ մենք եւ նաեւ դիվանագիտական ծառայությունը պաշտպանի այն ձեռքբերումները, որը այս տարիներին աշխատանքի արդյունքում, այդ թվում ձեր աշխատանքի արդյունքում մենք ունեցել ենք։ Շատ կարևոր է, որ մենք գնահատենք այն խաղաղությունը, որը մենք ունենք։ Շատ կարևոր է, որ մենք գնահատենք Հայաստանի տեղի ունեցող ապաշրջափակումը, Հայաստանի շուրջ տեղի ունեցող ապաշրջափակումը, որը մենք ունենք։ Իմիջայլոց իհեճուկս եւ ներքին եւ արտաքին փորձագետների կանխատեսումների կամ ոչ թե իհեճուկս Հայաստանի տնտեսական զարգացումը ավելին է քան կանխատեսվում է ինչի հաշվին, այդ թվում դիվանագիտական գործունեության հաշվին, որը մենք իրար հետ ծավալում ենք, եւ մենք այս ձեռքբերումները պետք է կարողանանք ընդգծել, մենք այդ ձեռքբերումները պետք է կարողանանք պաշտպանել, որովհետեւ կարծում եմ, որ մենք իսկապես հասել ենք մի հանգրվանի, երբ կարողանում ենք պաշտպանվել փոթորիկներից, կարկուտներից
եւ բազում աշխարհքաղաքական աղետներից, բայց սա էլ մենք չպետք է ընդունենք որպես ինքնին հասանելի մի բան։ Սա աշխատանքի արդյունք է, սա հետևական եւ գիտակցված աշխատանքի արդյունք է։ Աշխարհի անհանգստության ֆոնին Հայաստանի հանգստությունն է այսօր անհանգստություն առաջացնում, մատնանշում է վարչապետը։ Բայց մյուս կողմից մենք պետք է հասկանանք, որ դա երաշխավորված չէ եւ դրա շարունակականությունը պահանջում է ամենօրյա աշխատանք եւ առաջին հերթին մեր դիվանագիտական ծառայությունից եւ մեր դիվանագետներից։ Եվ ես համոզված եմ, որ մեր դիվանագիտական ծառայությունը ունի այդ կարողությունները իր եւ Հայաստանի Հանրապետության ձեռքբերումները խնամելու, պաշտպանելու, պահպանելու եւ զարգացնելու, որովհետեւ պահպանելու, պաշտպանելու ամենակարևոր գործիքներից մեկը զարգացումն է, որովհետեւ եթե որևէ նվաճում, որևէ ձեռքբերում հետագա զարգացում չի ստանում ավելի մեծ եւ ավելի կարեւոր ինչ որ մի բան դառնալու ուղղությամբ, այն անպայման կորցնում է իր ընթացիկ նշանակությունը։ Եվ ես համոզված եմ, որ մենք այս տրամաբանությամբ էլ կշարժվենք առաջ, այն գիտակցությամբ, որ փոփոխվող աշխարհում մենք ինքներս պետք է փոխենք մեր մտահորիզոնի շրջանակը եւ ծավալը, մենք պետք է կարողանանք ավելի բարձրից նայենք աշխարհին, իսկ ավելի բարձրից նայելու համար մենք պետք է կարողանանք բարձրանալ, իսկ բարձրանալու ճանապարհը միանշանակ եւ աներկբա է, որ կրթությունն է, շարունակական կրթությունը եւ մեզնից որևէ մեկը երբեք չպիտի մտածի, որ ինքը այլևս գիտի ամեն ինչ։ Մեծ տարածք կա ավելին իմանալու եւ Հայաստանը գնում է ավելին իմանալու ճանապարհով, իսկ դա նշանակում է ավելին անել մեր հայրենիքի Հայաստանի Հանրապետության համար։ Եվ շնորհակալ եմ բոլորից, դիվանագետներից մեր երկրի բոլոր Հայաստանի Հանրապետության համար ավելին անելու իրենց պատրաստակամության եւ իրենց ամենօրյա աշխատանքի համար։ Շնորհակալ եմ։ Իրինամ Կրչյան, լուրեր։